Այսօր մենք հերթական հոյակապ քարոզչական օրն ենք անցկացրել, արդեն ամփոփման ենք մոտենում, Դավթաշենում, իհարկե Դավթաշենում մեր այցերը միշտ առանձնակի ջերմությամբ առանձնացել է, բայց այսօրը առանձնահատուկ էր մի քանի պատճառներով, նախ ավելի ջերմ, ավելի էմոցիոնալ, երկրորդը երեխաների ակտիվությունը գնալով մեծանում է եւ ակնհայտ է, որ այս քաղաքական process-ը արդյունքում ստանալու է երեխաների հեղափոխություն արտահայտություն, լավ արտահայտություն չի, երեխաների հեղափոխություն։ Որովհետեւ ամենալավ ձայնը թող մի քիչ բարդ ամենալավ հեղափոխությունն է, որ անում են երեխաները եւ իհարկե ամենալավ հեղափոխությունն է, որ ծառայում է երեխաներին։ Եվ ես համոզված եմ, որ այն քաղաքական process-ը, գիտեք, հիմա արդեն ես sense եմ հասկանում, որ մենք հիմա ուղղակի ընտրական քարոզարշավի մեջ չենք։ Տեղի է ունենում շատ խորքային քաղաքական գործընթաց Հայաստանի Հանրապետությունում եւ իրոք այդ գործընթացը առաջնորդում են մեր երեխաները, որոնք պետք է մեզանից ընդունեն Հայաստանի Հանրապետության հարատևության էստաֆետը, փոխանցեն իրենց հաջորդ սերնդին, նրանք էլ իրենց հաջորդ սերնդին, եւ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ հաղթահարել ենք այն տրամաբանությունը, որ մեր կյանքը պլանավորում ենք նոր տարուց հետո, սփխեչից հետո, տոներից հետո, արձակուրդից հետո, այլևս մեր պետության համար եւ մեր պետական կյանքում դա է փոխվել։ Մենք մեր պլանները պետք է ոչ թե ամիսներով ունենանք, մենք պետք է մեր կյանքը պլանավորենք տասնամյակներով, հարյուրամյակներով, հազարամյակով, որովհետեւ այսօր ձևակերպվում եւ շատ խորհրդանշական ձևով երեխաների կողմից որդեգրվում է Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության օրակարգը եւ Հայաստանի Հանրապետությունը որպես անվտանգ, զարգացած, բարեկեցիկ, երջանիկ պետություն պետք է գոյություն ունենա հավիտյան եւ մենք այս խնդիրը պետք է լուծենք եւ մենք այս խնդրի լուծմամբ ենք զբաղված եւ մեր խնդիրը այլևս առաջիկա ընտրություններով չի պարփակվում մեր ընտրությունը հետեւյալի մասին է մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը առաջիկա ընտրությունների արդյունքներով հենց դուրս բերենք հարյուրամյա եւ հազարամյա մայրուղի եւ սա է այն ամենակարևոր քաղաքական խնդիրը, որը մենք պետք է լուծենք եւ ես ամեն օրվա հետ ավելի եմ համոզվում, որ այդ խնդրի լուծման ճանապարհին չկա այլևս որևէ խոչընդոտ, որովհետեւ ես կարծում եմ, ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը արդեն իսկ կայացրել է իր որոշումը 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունենալու այդ որոշման ֆորմալ արձանագրումը պարզապես։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կառավարող մեծամասնությունը եւ ժողովուրդը նույն զարկերակի վրա է, նրանց մեր սրտերը բաբախում են նույն ռիթմով։ Սա բացառիկ պատմական իրադրություն է, որ ժողովուրդը եւ կառավարությունը, այսինքն պետությունը, նույն զգացողության, նույն զարկերակի եւ նույն տրամաբանության մեջ է։ Սա պատմական փոփոխություն եւ պատմական հնարավորություն է։